Slack-ի եթերում։ Ծրագրի գործընկերն է Slicing Studio-ն։ Ծրագրի ինֆորմացիոն հովանավորն է usarmenianews.com լրատվական կայքը։ Սրտից բխած երգը ներկայացնելը երգչի համար հաջողության առաջին գրավականն է։ Իսկ թե ո՞րն է այսօրվա մեր թողարկման հերոսի հաջողության գրավականը, փորձենք պարզաբանել միասին, այնպես որ Slack-ի եթերում Դինայի հետ նախագիծն է։ Ողջույն։ Նպատակները իրականություն դարձնելու լավագույն միջոցը լավատեսությունը եւ աշխատասիրությունն է։ Նպատակասլաց մարդը միջոցներ է գտնում, իսկ երբ չի կարողանում, վստահում է ուժերին եւ ստեղծում է սեփականը։ Մեր թողարկման հերոս սիրված երգիչ Մանչը իր տեղը երգարվեստում գտել է դեռ մանկուց, երբ դեռ իր հասակակիցները բակում խաղում էին մանկական խաղեր։ Փոքր հասակից 10 տարեկանից երգում եմ մինչև հիմա, արդեն կարելի է ասել 20 տարի բեմում եմ, 20 տարի երգում եմ ու փոքր հասակում զայնասկավավակ եմ ունեցել, սինոր CD եմ ունեցել, մագնիտոֆոնի կասետ ա եղել։ CD-ից որ դուրս եկավ, մեծ արձագանք ստացավ ժողովրդի կարծիքը հաշվի առնելով, որ փոքր տարիքից այդ տարիքում երգել ման, որ տենց մեծ արձագանք ունեցավ եւ այդ արձագանքի ես զգում էի արդեն փոքր հասակից եւ ինձ մեծ հաջողություններ բերեց այդ CD-ն։ Եվ շարունակական եղավ, նոր շարունակեցի եւ սկսեցի երգել ինձ հոգեհարազատ երգեր, մեր ազգագրական երգերը, մեր հայրենասիրական երգերը, որ ինձ շատ հոգեհարազատ է եւ փոքր հասակից իմ ընտանիքում եւ ամենտեղ շատ հարազատ է եղել այդ երգերը եւ լսել եմ շատ փոքրից ու ոնց որ ասած նստվածքը եղել է ազգագրական երգի։ Եվ դրա համար շարունակել եմ այդ ոճում երգել, մինչև հիմա շարունակում եմ երգել այդ ոճում։ Ազգագրական ժողովրդական երգերը ամենացանկալի ոճն է մեր ազգի համար, եւ այն կատարել ամենաբարդն է մեր երգարվեստում։ Ամեն հայի սրտում է մասիսը մուշտումանա, չենք մոռանա մենք երբեք էներգիր Հայաստանը։ Ամեն հայի սրտում է մասիսը մուշտումանա, չենք մոռանա մենք երբեք էներգիր Հայաստանը։ Մանչը առաջիններից է, որ ներկայացնելով ազգագրական ոճը նկարանեց տեսահոլովակ հենց ազգային տերմիններով։ Առաջին տեսահոլովակս նկարանել եմ քիչ ենք, բայց մեզ հայ են ասում այդ երգի հիման վրա, քանի որ այդ երգը ես եմ խնդրել հենց երգրողին, որ այդ խոսքերով գրվի Պարուս Սևակի, քանի որ ինձ շատ հարազատ էր այդ խոսքերը, եւ այդ ինչու համար այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարեցին, քանի որ տարբեր ավիթներին, տարբեր համերգներին երգում էի ես այդ երգը եւ ժողովրդի կողմից մեծ արձագանք էի նկատում եւ որոշեցի այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարանեմ եւ նկարանեց Արամայիս Հայրապետյանը եւ մեծ էլի ճանաչում ունեցավ այդ տեսահոլովակը եւ ժողովրդի կողմից շատ սիրվեց։ Երաժշտական կրթություն բնականաբար ունեմ, սովորել եմ ջազ քոլեջում եւ ավարտելով ջազ քոլեջում սովորել եմ վոկալի բաժնում Սերգեյ Պետրովիչի մոտ։ Ես սամ եմ եղել, երկար տարիներ, մոտ 5 տարի պարապել եմ իր մոտ։ Սիրված երիտասարդ երգիչ Մանչը այսօր պատրաստվում է ազգային երգը ներկայացնել նաև մեր սահմաններից դուրս։
Ելույթ եմ ունեցել նաև Հայաստանից դուրս տարբեր երկրներում եւ այդ համերգների վաղ իրոք ես հասկացա, որ այդ կարոտը հայ ժողովրդի համար ինչքան մեծ այդ կարոտը այդ երկերի, որ ինչքան կարոտով էին սպասում այդ երկերին ու ինչքան լավ էին դա ընդունում այդ երկերը ու իմ հետ այդ երկերը կատարում էին համերգի ընթացքում։ Մոտ օրերս հրավերք ունեմ Բալտիկյան տարբեր քաղաքներում իմ նոր համերգային ծրագրով պետք է ներկայանամ, այնուհետև Աստծո կամոք պետք է մեկնեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ կրկին անգամ իմ նոր ծրագրով ներկայանալ Ամերիկային բնակվող հայերին։ Համերգային ծրագրից մեջ զետեղված է ազգագրական եւ ժողովրդական երգեր, որը իրոք Հայաստանից դուրս այդ կարոտը զգում է մեր ամբողջ հայ ազգը։ Մանչի լսարանը ունի արդեն նոր հաճելի նվեր սիրված երգչի կողմից, ձայնասկավառակ նոր մոտեցումներով։ Վերջերս լույս տեսավ իմ նոր նոստալգիա CD-ն, որտեղ զետեղված են իմ հին եւ նոր սիրված երգերը։ Հաջողություններ մաղթենք մեր հայրենակից սիրված երգիչ Մանչին եւ հպարտանանք նրա ներկայացրած կատարումներով։ Իսկ ես անձամբ խոստանում եմ Մանչի լսարանին, որ գրեթե բոլոր նորությունները եւ հաջողությունները նրա մասին կներկայացնեմ ես ինքս մեր ծրագրի շրջանակներում։ Իսկ դուք ինձ փոթրեք հաջորդ շաբաթ Սլայքի եթերում։ Հարգանքներով ձեր Դինա Ակոպովնա։ Ծրագրի գործընկերն է Slicing Studio-ն։ Ծրագրի ինֆորմացիոն հովանավորն է usarmenianews.com լրատվական կայքը։ Հնդրեք ինձ Սլաքի եթերում։